ծրագրեր Նիկոլ ներկայացրել։ Փաշինյանից աջակցություն ունեք, նա նույնիսկ հարկ չհամարեց վերջին օրով գալ հանրահավաքին, պարոն Մեխակյան, դա ինչով էր պայմանավորված։ Ներողություն, Նարեկ ջան, ձեր հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, ինչի համար, եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու։ Դուք առաջիկա օրերին իրենից հնարավորություն կունենաք այդ հարցի պատասխանը։ Չէ, հետաքրքիր չէ, մենք նման օրակարգ չենք ունեցել, որ ինքը պետք է գա։ Չեկավ ուրիշ բացասական մենք նման օրակարգ չգցի ձեր վրա, պարոն Մեխակյան։ Հիմա դուք ձեր հարցով դուք նախորդ հարցին հակասում եք, ես շատ լավ կողմնորոշված եմ, ձեր հարցերով դուք նախորդ հարցերին հակասում եք։ Մենք մեր օրակարգում ի սկզբանե Նարեկ ջան, մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլեր տալ։ Քալինից ահագին մարդ էր եկել, պարոն Մեխակյան։ Մեր բոլոր աջակիցները, ովքեր որ հարկ են համարել տարբեր տեղերից գալ, որոշել են որ գան։ Իրենք են որոշել գան կամ չգան։ Բայց դա նշանակում է, որ Էջմիածնու վաղ շաբաթում դուք չունեք բավարար աջակցություն ստրախովկայի համար, այսպես ասած, մարդկանց հավաքագրել եք մնացած։ Ես ձեզ առաջարկում եմ բոլոր նկարները դեմքերով իդենտիֆիկացնել եւ համեմատել քանի տոկոսն են այլ տեղերից, քանի տեղերն են վաղաշաբաթից, քանի հոգ են վաղաշաբաթից։ Եվ ձեզ համար պարզ կլինի շատ լավ հասկացանք, մենք ունենք ակտիվ կուսակցականներ, ակտիվ աջակիցներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են, բայց էլի եմ ասում, այս շատերին նույնիսկ չեմ էլ ճանաչում անձամբ, իրենք որոշել են կան, որով հրապարակային է եղել այդ հանրահավաքը, մենք նախորդ հայտարարենք դրա մասին եւ դա բաց է եղել։ Մամուլը գերստպիրներ եկել տատուներով, պարոն Մեխակյան, ձեզ աջակցելու։ Չգիտեմ, եւ Սարոյի համերգին ավելի շատ մարդ կա, քան ձեր հանրահավաքում։ Շատ լավ, ես ուրախ եմ Սարոյի համար ու դա նորմալ է, որ Սարոյի համերգին շատ մարդ կա, Էջմիածնի տոնին էլ 2-3 անգամ շատ մարդ կար, քան մեր հանրահավաքին, որովհետև դրանք տարբեր միջոցառումներ են։ Հանրահավաքը ցույց չէ, որ դրանք տարբեր միջոցառումներ են։ Դրանք մեր դուք կարող եք համեմատություն տանել մեր հանրահավաքից 1 օր կամ 2 օր առաջ մեր մրցակից ուժերի հանրահավաքների հետ եւ կարծում եմ համեմատություն տանել համերգի հետ մեր նախորդ ուժերներ համատում են ինչ որ պանիխիդաների հետ, ինչ որ տենց, չգիտեմ, բաներ չխոսանք, իրենք քարոզարշավի ընթացքում նաև հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս, քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին։ Դե ինչ ասեմ, ես ամեն տափակության չեմ անդրադառնալու ներողություն։ Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեցին, այդ ներողություն էլի զուգահեռ։ Քարոզարշավի ընթացքում նաև խախտումներ արձանագրվեցին, այդ թվում ձեր կուսակցության կողմից։ Դուք ո՞նց եք մեկնաբանում դա այդ ընտրախախտումները։ Եթե չեմ սխալվում, դրանք վերաբերվում էին քարոզչանյութերի տարածման հետ կապված, պաստառների, ես բարեգործության հետ կապված ամբողջությամբ ես հիմա հերթով պատասխանեմ։ Բարեգործության հետ կապված բազմիցս ես անդրադարձել եմ, եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, կարող եք վերցնել այլ լրատվականներից, որտեղ ես բազմիցս արտահայտվել եմ, ես ասել եմ, որտեղ չկա, ես համոզված եմ, որ այդտեղ չկա խախտում, որովհետև նախ քարոզարշավը սկսված չի եղել 1, երկրորդը ես հրավիրյալ եմ եղել եւ երրորդը այդտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Շատ լավ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես դրա հետ կապ չունի, միգուցե հակակոռուպցիա կոմիտեի հետ եք, եթե կա վարույթում կքննվի եւ բոլորիս համար պարզ կլինի, բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես բացառում եմ, որ այդտեղ լինի, որովհետեւ այդտեղ լինի որևէ խախտում, որովհետեւ այդտեղ ես ինքս հրավիրված մարդ եմ եղել եւ միջոցառումն ընդհանրապես ոչ քաղաքական է եղել, ոչ մասնավոր անձի կողմից կազմակերպված միջոցառում է եղել։ Ներողություն եմ խնդրում, նաև ձեր մյուս հարցին, պաստառների հետ կապված, որտեղ որ խախտում է եղել սահմանված ժամկետում, մենք վերացրել ենք այդ խախտումները եւ պարբերաբար նաև արձանագրել ենք մեր մրցակից քաղաքական ուժերի խախտումները նույնպես։ Իսկ բանը որոնք որ մինչև 1 ժամ առաջ ցուցակները դրած տնից բաներ անում։ Չգիտեմ դուք նվիրատվություններ էր բաժանում, դպրոցի տնօրենը։
Դե այդ մասով գիտեք, կա քրեական գործ, ես Առանց ուղղորդման է արել սեփական կամքով։ Ժողովուրդ ջան, եկեք քրեական գործ կա, ինքը մինչև քրեական գործ հարուցվել է արդեն իսկ ինքնաբացարկ էր արել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից, հետևաբար կարծում եմ իրավական դաշտում է եւ ամբողջական գործով հարցակնվել եք։ Ինչի համար պետք է հարցակնվեն։ Ձեր օգտին է։ Չէ, իհարկե ոչ։ Պարոն Մեխակյան, եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ ասում ոնց է փորձնելու Նիկոլի ձեռը։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում, մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք նաեւ կարծում եմ որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք որպեսզի ավելի բովանդակալից հարցերի պատասխան ենք էլի։ Ես եմ որոշում քրեական գործ Չէ։ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս։ Քաղաքացիներն ուշադիր լինեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ է։ Շատ լավ, եթե ուզում եք, ես գնամ դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Ինչ ասեմ։ Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա։ Այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը։ Ընտրատեղամասի ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է։ Շապատի համայնքապետարանի սահմանված հեռավորությունը ներողություն եմ խնդրում 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Գնեք այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք գնում, պետք է գնաք միջև ընտրությունների արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների։ Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Հա, լավ։